Արցախահայության դեմ հերթական քայլն է ընդհանրապես հայությանը Արցախցի, հայաստանցի, ԿՊ նիկոլական, ոչ նիկոլական տարանջատումների հերթական իրենց քայլերն են, ինչու, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ հանրությունը արդեն միավորվել է, արդեն հանրությունը միավորված դուրս է եկել իրենց դեմ, իրենց իշխանության դեմ պայքարի, իրենց իշխանությունից վռնդելու եւ այդ պայքարի մեջ իրենք շատ մեծ իրենք են արդեն տեսնում, որ արցախահայությունը մեծ ուժ է։ Իրենք են արդեն շատ լավ հասկանում, որ արցախահայը այլևս երբեք չի հանդուրժում, որևէ կերպ չի փորձում բացատրել այս իշխանությունների արածները իրենց օգուտ իրենց եւ հետեւաբար նաեւ Արցախահայությունը Հայաստանցու հետ միասին պետք է ամեն ինչ անի այս իշխանությանը վռնդելու համար եւ այդ դրանից են հենց վախերին։ Իրենք նաեւ մյուս կողմից ես համոզված եմ, որ կատարում են Ադրբեջանի հրահանգները, նրանք կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի հրամանները, ամեն ինչ անել, որ Արցախահայությունը Հայաստանից էլ գնա։ Նրանց նպատակը Արցախահայության Հայաստանից հեռացնելն է, որովհետեւ ի վերջո պետք է գա այն պահը, որ պետք է նոր ազգային իշխանությունը բարձրաձայնի Արցախահայերի հետ վերադարձի իրավունքի պահանջը ամբողջ միջազգային հարթակներում։ Ի վերջո պետք է գա այն պահը, որ Արցախահայությունը Հայաստանի ազգային իշխանության հետ միասին պետք է պայքարի Բաքվում ռազմագերիների հետ վերադարձի մասին։ Ի վերջո պետք է բարձրաձայնի Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման մասին միջազգային հարթակներում։ Իսկ այդ ամենը սրանց համար ամենավտանգավոր ու վախեցնող պահանջներն են։ Դրա համար նրանք ոչ մի առիթ չեն բաց թողնում եւ ոչ միայն առիթ չեն բաց թողնում, առիթներն են ստեղծում։ Սա հենց այն դեպքն է, որ իրենք են ստեղծել այս առիթը։ Իրենք են ստեղծել այս իրավիճակը։ Ինչ են արել։ Ինչ որ չեղած իրավիճակից, Արցախահային վերում են իբր թե հարցակնելու եւ ծեծելով, հասկանում եք, սա չպատկերացնելու մի երևույթ է, երբ որ իրենք հրավիրում են քաղաքացու եւ ծեծում ու պարտադրում են, որ չէ, դու պետք է քո վրա վերցնես այդ հանցագործական կատարումը։ Դուք շատ ուշագրավ տեղեկություն հայտնեցիք, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցիները հեռանան։ Մի քիչ կմանրամասնեք ինչու նման մտադրություն ունեն եւ այդ տեղեկությունները ձեզ ո՞ր։ Իրենց ամեն քայլերի, այսօրվա քայլերի վերլուծությունը դա որևէ տեղեկություն չի, դա զուտ վերլուծության արդյունք է, ամենապարզ տրամաբանությամբ վերլուծության արդյունք է դա։ Նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ որևէ կերպ չուժեղանա իրենց այս իշխանությունից հեռացնելու թափը, որովհետև ոչ ոք քան ավելի լավ, քան իրենք ուրիշ ոչ մեկ ավելի լավ չգիտի, քան ինքը թե ինչ են արել իրենք Արցախի դեմ։ Այդ իրենք լավ գիտեն, ու իրենք գիտեն, որ եկած նոր ազգային ուժի պարագայում իրենք ինչ պատասխանատվության առաջ են կանգնելու, հասկանում եք, այդ իրենց ամբողջ քայլերի վերլուծությունն է։ Հենց այսօր այս Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի այսպես աղմուկ, թղթի կտոր, որը ոչինչ չի տալու Հայաստանին, բայց փաստորեն միայն տալու է Նիկոլին ու նիկոլիզմին, իրենց իշխանությունը մեկ օրավայր։ Հենց սա է, այս ամեն ինչի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անում են ու դեռ ավելի շատ են անելու, եթե մեր հանրությունը իսկապես ոտքի չկանգնի, որպեսզի իրենք իրենց իշխանությունը մեկ օր ավել պահեն։ Միայն դրա Այսինքն կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը իր այս քայլով փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Արցախահայությունը Հայաստանում տեղ չունի։ Նաև դա, որ տեսեք, մենք դուք ինչ հրահանգ կատարում եք, մենք հլու հնազանդ, դուք ինչ հրահանգ տալիս եք, մենք հլու հնազանդ կատարում ենք։ Դուք հրահանգ եք տվել մեզ արցախահայերին չընդունել, չտեղավորել Հայաստանում, իրենք դա անում են, եւ դեռ ավելին, նրանք ասում են, որ այո, արցախահայությունը պետք է գնա այդ հլի քիչ է, պետք է 300,000 ադրբեջանցիներ իրենց էպսիլոն շրջակայքով գան, իրենք հայտարարել են, չէ՞, այսինքն նրանք ասում են, տեսեք, մենք ձեր բոլոր արդեն հնչեցրած ու դեռ չհնչեցրած հրահանգները կատարելու ենք միայն թե մի օր ավել մեզ վայենք իշխանությունում։ Սա է։ Շնորհակալություն։